Իզմիրյան բժշկական կենտրոնի վնասվածքաբան օրթոպեդ, սպորտային վիրաբույժ Նարեկ Չալեկյանի տանն ենք։ Հենց նրան ենք բացահայտելու այսօր, առանց փողկապի։ Նարեկը հազվադեպ աշխատասեր տղա է, շատ նպատակասլաց։ Որպես մարդ ինքը շատ արտակարգ ընկեր է, շատ նվիրված, շատ յուրաքանչյուր պայի հասնող, շատ դրական աուրա ունեցող, մարդկանց մոտ դրական էմոցիաներ առաջացնող, բարի, պատրաստական, նվիրված ու պարտաճանաչ շատ քեր։ Նարեկի ամենա իրան արտահայտող եւ իրան մատնանշող երևի բնութագիրը կլինի իր աշխատասիրությունը։ Բարի, կամեցող, մարդամոտ, փոխհարաբերություններում կայուն մարդ։ Ինքը կյանքը սիրող, ժամանակը սիրող մարդ է։ Շատ նպատակասլաց է ինքը ու այսքան տարիների ընթացքում երբեք չի եղել, որ մի նպատակ դնի իր առջև ու չհասնի։ Նարեկը մարդ է, որը որ կյանքից ստացել է շարլուրջ հարվածներ, շատ, եւ ամեն մարդը չի, որ այդ հարվածները ստանալուց ինքը կկարողանա մնալ մարդ։ Շնորհակալ եմ, պարոն Չալեկյան, մեր ժամանակ հատկացնելու ձեր ջերմ տանը մեզ հյուրընկալելու։ Շատ շնորհակալ եմ, որ համեցել եք։ Պարոն Չալեկյան, սպորտի նկատմամբ հատուկ վերաբերմունքներ պատճառը տարիներ անց նաև մասնագիտության մեջ ունենալու։ Իրականում սպորտին կյանքի ուղեկիցն է եղել, փոքր ժամանակվանից հայրս իր դասընկերոջ մոտ որպես տվել է, որ ուսուցանում հենց արվեստը սպորտի, ուսուցանել եմ կարատե, այնուհետև տարբեր մարտարվեստներ, իմ կյանքի մեծ ձեռքբերումն է եղել իհարկե սպորտը, բայց այդ ժամանակ էլ այդքան միանշանակ հասանելի չի ինձ, որ ես հասկանայի, որ պետք է շարունակեմ որպես սպորտային վնասվածքաբան, այլ պատճառ է իր այդ եկելի մոտ, ու որի համար ես շատ իհարկե շնորհակալ եմ։ Իսկ մասնագիտության ընտրության մեջ մայրիկի մատներ խառը։ Այո, մեծ դեր է ունեցել իմ մայրս, փոքր ժամանակ ինչքան էլ որ հաճախել եմ սպորտի, մայրս միշտ իր երազանքն ա եղել, որ ես դառնամ բժիշկ, ուսուցանեմ բժշկությունը, ու իր մեծ ներդրումն ու ջանքերի շնորհիվ ես կարողացել եմ այդ բարիղը հաղթահարել ու այսօր դարձել եմ հենց բժիշկ։ Ինչքանով ես տեղյակ եմ, ճակատագրական հանդիպում եղավ, չէ՞, արդեն նախաշեմին, երբ պիտի մասնագիտություն ընտրեիք։ Միանշանակ ճիշտ եք, բժիշկ մասնագիտացման մեջ դերը իմ օրինն ա եղել, իսկ կոնկրետ վնասվածքաբան օրթոպեդ մասնագիտացման մեջ եղել է իմ հոլակրոջս ընտանիքը, իր ամուսնու հետ կապված դեպքի հետևանքով։ Դիպված կար, այո։ Այո, դիպված կար, որի հետևանքով ինքը դիմեցեց վնասվածքաբաներին ու բախտի բերումով իհարկե մենք հայտնվեցինք Երևանի բժշկական կենտրոնում, այնտեղ մեզ դիմավորեցին մեր հենց հիմիկվային բաժնի վարիչը, հիմիկվա տնօրենը Զվերնա բժշկական կենտրոնի ու իհարկե ծանր վիրահատական միջամտություն կատարվեց իմ հորաքրոջ ամուսնում, բայց այդ դեպքից հետո մենք սերտորեն ոնց որ ես կապվեցի այդ մասնագիտացման հետ։ Երևանի պետական բժշկական համալսարան մուտք գործեցիք դպրոցն ավարտելուց հետո ու ձեր կյանքը կապվեց։ Իրականում փոքր ժամանակ, երբ որ հենց Երևանի պետական բժշկական համալսարանի մոտով անցնում էինք, ժամանակ մարշրուտկայով մամայիս հետ միշտ ցույց էր տալիս ինքը, որ դու ստեղ պետք է սովորես ու իր երազանքը միշտ կարողանում էր իր սրտը փոխանցել ինձ ու իրականում իմ համար մեծ երազանք դաղավ հենց Հերացուանվան ինստիտուտ ընդունվեմ մեծ ջանքերի իհարկե շնորհիվ, մեծ տաղապանքի շնորհիվ, մոր ջանքերի շնորհիվ կարողացանք այդ բարիղը հաղթահարել ու մուտք գործեցի այդ պատերից ներս։ Նարեկ Չալեկյանը շատ նպատակասլաց, կերասեր ուսանող էր, սիրում էր սովորել, ուշադրության կենտրոնում էր։ Չար։ Մենք բոլորս ուսանողվաղ տղաները չար են անում։ Ես չար ուսանող չգիտեմ։ Իսկ կորդինատորան անցակ Իզմիրյան բժշկական կենտրոնում, որը նաև էլի ճակատագրական եղավ դարձել։ Այո, ոնց որ ինձ բախտ վիճակվեց, որ
այդ 2014 թվականն էր, Իզբերլիա բժշկականի կենտրոնի տնօրեն Էրեբունուս տեղափոխվեց հենց Արմեն Գերասիմիչը ու այն թիմը, որը որ այսօր մոտ որ ես ուսուցանեցի, իրանք եկան 3 հոգով Իզբերլիան կենտրոն, ես էլ այդտեղ ընդունվեցի որպես առաջին արձինատար, հենց ես եղա առաջին արձինատարը ու 3 տարիներս անցավ հենց Իզբերլիան բժշկական կենտրոնում, ու որից հետո որ ստացվեց իհարկե, որ մնացի հենց այնտեղ ու արդեն կարելի ասել 10 տարի ես որպես բժիշկ աշխատում Իզբերլիան բժշկական կենտրոնում։ Այո, արթերոսկոպիան եկավ փոխարինելու շատ երկար ու բարդ վիրահատություններին։ Այն համեմատաբար ավելի երիտասարդ ճյուղ է Հայաստանում։ Իհարկե մենք նաև արտերկրում շատ դուրս ենք եկել արտերկիր, թե Եվրոպա, թե Ամերիկա, թե Ռուսաստանի Դաշնություն, նույնիսկ եւ Չինաստան, այնտեղ շատ մեծ վերապատրաստումներ ենք անցել, հմտացել ենք մեր գործի մեջ, ու այսօր ես վնասվածքաբանության այդ բարդ ու մեծ ճյուղի մեջ ընտրեցի հենց մեր այս արթրոսկոպիկ վիրաբուժությունը, որովհետև արթրոսկոպիան իրականում ինքը այն գիծն է, որ պետք է շատ սիրես նախ, պետք է շատ հասկանաս, ինքը նոր ճյուղ է, կարողանես իհարկե զարգացնես ու արթրոսկոպիայի մեջ դու կարողանում ես հայտնաբերել նաև վիրահատելու ընթացքում տարբեր զանազան նոր մոտեցումներ։ Մենք շատ ենք իհարկե շփվում մեր արտասահմանյան մեր գործընկերների հետ ու կարողանում ենք զարգացնել, այսօր փառք Աստծո այդ ճյուղը շատ բարձր մակարդակի մեջ է, իհարկե ես էլ իմ մեծ ներդրում ունեմ դրա մեջ։ Ու նաև շնորհակալ եմ այն մարդկանց, այն ուսուցիչներին, ովքեր որ ում մոտ որ ես կարողացել եմ իհարկե սովորել այդ։ Վերապատրաստում Ռուսաստանում ստացաք։ Ռուսաստանը, քանի որ մեզ որպես ավելի հոգեհարազատ վայր է, թե լեզվի տեսակետից, թե մարդկանց մոտեցումներից, թե վիրահատական նույն ձևից, ուղղակի Ռուսաստան Դաշնության բնակչության քանակից ելնելով վիրահատությունների քանակը այդտեղ շատ է, ուստի կարող ես վերցնել այնպիսի կուրսեր, որ դու կարողանաս ինքդ գնաս հենց այնտեղ վիրահատել, թե մարդկանց, թե պացիենտների վրա, թե նաև մատերիալների վրա, որոնք որ իրանք տրամադրում են։ Ու նաև իհարկե բացի Ռուսաստանի Դաշնությունից ինձ բախտ է վիճակվել հայտնվել նաև Եվրոպայում, Ամերիկայում եւ Չինաստանում եւ այնտեղ բավական մեծ փորձի փոխանակում ա եղել տվյալ մասնագետների հետ։ Ամենօրյա իրադարձություններին հետևելը եւ մշտապես ձեռքը զարկերակին պահելը։ Բժշկության մեջ միանշանակ պետք է միշտ կարողանաս նաչի կողմը, ասես բանից միշտ պետքա աչքդ բաց լինի, որ կարողանաս վերցնել զգալ ինչա կատարվում աշխարհում, որովհետև ցավոք սրտի ճիշտ է Հայաստանի Հանրապետությունը բժշկության մոտեցումը ուրիշ ձև է, տեխնիկապես ուրիշ է, քան այլ երկրներում, ֆինանսավորումը գալիս է ավելի շատ պացիենտների կողմից, քան պետության հովանավորության ներքո, ուստի փառք Աստծո մենք գնում ենք դրան, որպեսզի դա Հայաստանում զարգանա, բայց քանի որ ֆինանսավորումը հենց պացիենտն է կատարում, միանշանակ դու ել ավելի ուշադիր ես լինում, ել ավելի բարձր մակարդակով ես սպասարկում, որպեսզի պացիենտը միանշանակ գոհ մնա, իր ֆունկցիոնալ տեսակետը փոխվի դեպի լավը եւ ցավը вообще ընդհանրապես անցնի։ Այո։ Ցանկացած աշխատանքի հիմքում, երբ սերն է, աշխատանքի արդյունքը միանշանակ տարբեր է լինում։ Ձեր դեպքում բացառություն չի։ Կարծում եմ տենց է, որովհետև առաջինը նախ ահավոր կներ, ես պատկերացնում եմ, երբ որ գնաս աշխատանքի ու դու պրոստը ասած ստիպված գնաս, կարծիքով դա կատաստրոֆա է։ Ու նաև մեծ դեր ունի նաև իմ ընտանիքը, որը որ կարողանում ես թե աշխատես, թե աշխատելու ընթացքում ուսուցանվես ու այդ ընթացքում նաև ընտանիքը շատ բարձր մակարդակի վրա պահես, դա ոչ թե լավ է, այլ նորմալ է, տենց պետք է լինի ցանկացած հայ տղամարդ, ուստի մենք կարողանում ենք այդ ամեն ինչը համատեղել նենց, որ ոչ մեկ չտուժի այդ տեսակետից, դու այդ սերը ամենակարևորը, որ դու գործից աշխատանքից վերադառնում ես տուն ու քո ընտանիքը քեզ դիմավորում է, միանշանակ դա մեծ անփոխարինելի բան է, ու դու ել ավելի ես մեջ այդ ցանկություն առաջավոր պայքարես, ել ավելի թե բարձրանաս քո մասնագիտության մեջ, թե կարողանաս ընտանիքդ էլ ավելի լավ իհարկե պահես դժվար եւ գեղեցիկ կյանքում։ Իսկ Երևանի Պետական Բժշկական Համալսարանը միայն կրթություն ու մասնագիտություն չտվեց ձեզ, նաեւ ընտանիք տվեց։ Այո, ես բժշկական համալսարանում միշտ ասում եմ, որ բացի այն մասնագիտացումը, որ ես ձեռք եմ բերել իմ հիմիկվա կնոջը, հետաքրքիր այն է եղել, որ մենք նույն կուրսից, բայց տարբեր հոսքերից
այդ 5 տարվա ընթացքում մենք ասենց ասած չենք հանդիպել, բայց այդ 5-րդ կուրսից սկսած այդ զգացմունքները առաջացա, որ իրոք շնորհակալ եմ, որ հենց ինքը դարձավ իմ կյանքի կողակից, ու շնորհակալ եմ այն, որ ես ունեմ այսօր իմ հրաշալի 3 զավակներին, ու նաև չեմ կարող նշեմ, ձեռք բերեցի նաև բավական ամուր ընկերներ, որոնք որ այսօր իրանք եւս բարձր մակարդակների վրա են, թե հենց Հայաստանում բնակվելով, թե նաև այլ երկրներով, որոնք ելի նույն բժշկությամբ են զբաղվում, եւ հայկական բժշկությունը շատ բարձր մակարդակով, թե Ռուսաստանի դաշտում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրանք կարող են մատուցել այդ։ Այո։ Իսկ հեշտ գրավեցիք Տաթևիկի սիրտը։ Հա, բավականին։ Ես բնավորությամբ ճիշտ ասած համառ մարդ եմ, միշտ իմ նպատակներին հասնում եմ, ու այդ ամեն նպատակին հասնելուց առաջինը պետք է կարողանաս ճիշտ կազմակերպես քո քայլերը, ու ինքս ինքյան դա չեմ ասում հեշտ իհարկե, բայց ճիշտ կազմակերպված քայլերի շնորհիվ ինքս ինքյան այդ process-ը ստացվում է, միանշանակ առաջ ստացվել, բայց հաղթարելով այդ դժվարությունները կարողացա սիրտը գրավել։ Եվ կազմեցիք ընտանիք։ Կազմեցի ընտանիք, որի համար նույնիսկ այն ուսուցանման իմ տարիների, որտեղ որ բավական բարդ է եղել, որ դու չես աշխատել, ուսուցանել ես ընդհանուր ու կարողացել ես այս ընտանիքը զարգացնել, ապրեցնել, կարծում եմ դա էլ Աստծո հրաշքն է, որ կարողացել այդ ամեն ինչը իրականացնել։ Իսկ ընտանեկան վեճերը ինչ հարցերի շուրջ կարող են լինել։ Իրականում մենք համերաշխ ընտանիք ենք, վեճեր այտենց առանձնապես նմանատես փուլերում կարելի ասել դա շատ քիչ է լինում։ Դե իհարկե լինում են ընտանեկան վեճեր, առաջի քայլը խառն է լինում, երբեմն ես, երբեմն ինքը։ Հիմնականում ես ավելի էմոցիոնալ եմ, Նարեկը ավելի հանդարտ, այդ ֆոնի վրա է լինում։ Ծանրաբեռնվածությունը իհարկե շատ է, թե մասնագիտական ոլորտում, թե երեխաների ուսուցման process-ներում, ու ժամանակը փորձում ենք օգտագործել ավելի շատ հաճելի պահերի վրա, ոչ թե վեճերի վրա, ուստի իմ կնոջ հետ ես բավական շատ հաճելի ժամանակ եմ անցկացնում, թե տանը թեկուզ իրար հետ նստել մի փոքրիկ գինի վայելելով, թե 3-4 օրով դուրս գալով երկրից, թե հենց մեր երկրում կարողանալ ուղղակի զբոսնել, ման գալ։ Այնպես որ փառք Աստծո, ամեն ինչ հիմա ոնց որ ասած իր հունով գնում է։ Այդ է ուզում հարցնել, աշխատանքային ծանրաբեռնվածությունը թույլ տալիս է ընտանիքին բավարար ժամանակ հատկացնել, արդյոք չեն բողոքում։ Իրականում դա դիսցիպլինա է։ Եթե մարդը ամեն ինչը հասկանում է ոնց կառավարի, այդ ամեն ինչը սա իրականանալի պահ է։ Միանշանակ լինում են դեպքեր, երբ որ ես գիշերվա 2-ին զանգ եմ ստանում ու գնում եմ հիվանդանոց ինչ-որ ծանր դեպք վիրահատելու, թե նենց է ստացվում, որ իմ վիրահատությունն եմ ուշ վերջացնում, մենք կարողանում ենք այդ ամենը բալանսավորել, եթե նույնիսկ ես երեխային չեմ հասցնում ինչ-որ պարապմունքի հասցնել կամ վերցնել զանգում կինս է դա անում, մենք կարողանում ենք այդ բալանսավորել, ուստի ստացվում է այդ ամեն ինչը։ Պետք չի իմ կարծիքով, որ մենակ մի բանի վրա կենտրոնանաս, մյուս բանը տուժի։ Դու պետք է կարողանաս այդ բալանսը միշտ ճիշտ պահել։ Իմ համար ահա որ զարմանալի է, թե ինքը ոնց է այդ ամեն ինչը հասցնում, որովհետև տենց ծանրաբեռնված լինելով աշխատանքի մեջ բոլոր երեխեքի գրաֆիկին տիրապետում է։ Մեկը ժամին լողի է, մյուսը, չգիտեմ, սպորտի է, MMA, անգլերեն, մաթեմատիկա, ինքը այդ բոլորը հասցնում է կառավարի դասախոսների հետ խոսա, տանելը, բերելը իրանց, ես դրանից տեղյակ չեմ։ Երեխաների ծնունդը ամենամեծ նվերն ու պարգևն է, հա, որը մենք ստանում ենք։ Միանշանակ։ Երրորդ երեխայի ծնունդը կարծում եմ ձեր դեպքում մի փոքր։ Տարբերությունը 3 երեխաների միջև կարելի ասել 5 եւ 6 տարի է, մեծի ու ամենափոքրի մեջ 11 տարի է։ Մենք շատ էինք ուզում, որ 2 տղայից հետո մենք ունենանք նաեւ աղջիկ երեխա, ու մեր երազանքը ոնց որ կատարվեց։ Երրորդ երեխայի ծնունդը որ փափագած ծնունդ է եղել մեզ համար, որովհետև երազել ենք երկուսս էլ աղջիկ ունենանք, չնայած եթե Նարեկը ոնց որ 2 ոտքը չդներ մի կոշիկի մեջ, ես կարող այլ չուզենայի 2 երեխայից հետո երրորդին ունենալ, բայց ինքը այն կարգի իդեալական հայր է, որ ամեն հարցով ասեց ես կկիսեմ բոլոր հոգսերը քո, ընդհանրապես ոչ մի բանի մասին մի մտածի, դե ինձ դժվար էր կարիերայից դուրս, երեխա, հղիություն եւ այլն, բայց քանի որ ինքը սենց միանշանակ աներերում տենց ինձ ասեց, որ վсё, ես քո կողքին կանգնած եմ, ամեն հարցով քեզ կօգնեմ, կպահեմ գիշերը եւ այլն, որոշեցի
ունեցա ու այդ մի հատ հրաշքա։ Մեծ երազանք է իհարկե ու դու փորձում ես միշտ երեխաներին այս դարաշրջանում չես կարող պրոստը որ երեխա ունենաս ու կարևորը երեխա ունենաս։ Այսօր դասան պես կյանքում պետք է եւ ունենաս եւ կարողանաս այդ երեխաներին մեծացնել ու ապահովել, որտեվ մեծ հաճույք է իհարկե երեխան, բայց դու պետք է նաեւ գիտակցես, որ դու իրենց պետք է բավական նորմալ պահես, բալանսը պահելով, որպեսզի իրանք ոչ հետ ընկնեն այսօրվա շրջապատից, ոչ էլ կարողանան շատ սոցիալ հաղթանալ։ Ովքեր կարող են լինել ձեր ընկերները։ Ընկերության մեջ ես շատ բծախնդիր եմ, որովհետև առաջին հերթին ես նվիրվող եմ։ Եթե ես ընկերություն եմ անում, նաև որ ասում եմ, ուզում նվիրվում ես այդ ընկերությանը, թե առիթ կլինի, թե դժվարություն կլինի, թե ինչ-որ խնդիրներ կլինի, թե ուրախություն կլինի, դու միշտ պետք է կարողանաս քո ընկերոջ կողքին լինել, ու փառք Աստծո այսօր այն ընկերությունը, որ ինձ հիմա մնացել է, բոլորն էլ տենց են մտածում։ Որպես ընկեր շատ հաճելի անձնավորություն, մենք ընտանիքներով ենք շփվում, շատ հաճախակի հանդիպում ենք։ Անկերասեր, հսկայական քանակությամբ ընկերներ ունի։ Բավական երկար տարիներ ընկերություն ենք արել եւ այդ ընկերության ֆոնին ճիշտ հարաբերությունների արդյունքում այդ գաղափարը բնականաբար առաջացել է եւ սիրով ընդունել եմ Նարեկի կողմից եւ սիրով շարունակում ենք մեր փոխհարաբերությունները։ Հավատացեք, այս ծանրաբեռնված կյանքի մեջ դու ժամանակ չունես, որ անցկացնես այդ ժամանակը մարդու ու մեր պրոստը պլյուս պետքա դնես։ Ցանկություն չի լինում ուղղակի։ Դա համար փորձում ես այդ ժամանակը տրամադրես այն մարդկանց, ովքեր քեզնից տեղյակ են, դու իրենց ես տեղյակ, դու իրենց հետ դժվարություն ես անցել, հաղթարել ես։ Փառք Աստծո, որ ես ունեմ մանկության ընկերներ, ում հետ որ հրաշալի բաղերով երևի մի գիրք կգրեմ, ինչ մանկություն եմ ունեցել իմ ընկերներ, որոնք հիմա կան, որոնք ամեն մեկը տարբեր բնագավառներում լուրջ մարդիկ են, իրանք են դասարանից են մնացել ընկերներ, մի երկու, շատ չէ 2-3 հոգի, ինստիտուտի ընկերներն են, որոնք հիմնական առօրյայով եւ այսօր նաեւ մեծ տարիքով որ ասում են անհնար ընկերություն ձեռք բերել, նաեւ ունեմ ընկերներ, որոնք որ իմ մեծ տղայի դասարանից դասանի որոշ ծնողների հետ մնաց այդ ընկերությունը ու ավելին ասեմ նույնիսկ իրանց հետ մի քանի անգամ ճամփորդություններ են գնացել, մի հատ մեծ խումբ ենք կազմել, շատ գեղեցիկ, լուրջ լավ միջավայր ենք իրար հետ անցկացնում։ Ընկերությունը թանկ բան է, որին պետք է նվիրվես ու չեմ ներում, երբ որ լինի այդ ընկերության մեջ շուտ դավաճանություն։ Դավաճանությունը դա ոչ թե ինչ-որ կինոյի դավաճանություն, այլ մարդ, որը որ պրոստը չի քայլի քո հետ, քո հետ քո պես չի մտածի կամ դու իրապես չես մտածի, ժամանակ չես անցկացնի, պլանով կգան, ուղղակի ասենց եկան քեզ տենանք, իմանանք մի ամիս հետո էլի կտենանք, այդպես այդ մարդիկ կամաց բնականաբար մահվում են, որտեվ ես լինելով մեկ-մեկ որ ասում են չենք հասցնում, ես էլ եմ բժիշկ, ես էլ եմ հասկանում այդ ծանրաբեռնվածությունը, միանշանակ եթե մարդ ուզում է կարա բալանսավորի, իհարկե ես էլ 3 երեխա ունեմ, այդ դժվարությունները ես եմ հաղթարում, բայց միշտ իմ ընկերների հետ եմ։ Ընկերները այդ թանկ բան են միանշանակ ու ես այդ շահանգում եմ նաև իմ երեխաներին, որ ընկերությունը պետք է լինի։ Դու կարաս ես ունեմ աղբեր, որի հետ ընկերություն եմ անում, դա շատ կարևոր է միանշանակ։ Եվ նաև գործընկերներ ունեք, որոնց հետ կան նաև ընկերություն։ Այո, շնորհակալ եմ իհարկե նրան, որ այսօրվա իմ գործընկերները
մեր բաժնի վարիչը Սարգարատիչ, Ալիկը, ու էլի որոշ մարդիկ իրանց հետ ընկերություն են անում, այսինքն մենք մենակ այն չի, որ գործից տուն կամ բժշկության զբաղվենք կամ գործընկերներ լինենք, մենք իրար հետ ընտանեկան ընկերություն ենք անում, նոր տարի ենք նույնիսկ նշել տարբեր ծնունդներ, աղետներ, հավաքույթներ, ամեն ինչի մենք միանշանակ իրար հետ անցկացնում ենք այդ ժամանակ։ Ընկերության մեկ այլ սանդղակ էլ նաև Քավոր-Սանիկ հարաբերություններն են։ Ունեմ Քավոր, այո, որ իմ հենց եւ հարսանիքի եւ իմ մեծ տղայիս կնունքի Քավորն է, որը մի կուրս բարձր էր, եթե չեմ սխալվում, հիմա իր սեփական կլինիկան ունի, ինքը դիմացնատային վիրաբույժ, պլաստիկ վիրաբույժն է, Բողոսյան Արմենը, որը որ մեծ իհարկե գործերի տեր, նույնիսկ ինքը հիմա Մարտունի քաղաքում դպրոց է կառուցում բարեգործական հիմքերով, իր այդ ընկերություն ենք անում, բավական լուրջ, շատ լուրջ անձնավորություն լինելով, ընտանեկան ընկերություն, ես շատ ուրախ եմ, որ այդպես մարդու հետ էլի ինստիտուտ ինձ տվեց։ Հա, լավ Սանիկ է։ Ուրախ եմ, որ իր զբաղվածությունն է բավական բարձր մակարդակի, միանշանակ չենք հասնում ահորյա շփումները, միշտ կապի մեջ ենք լինում հեռախոսով, տեղակ ենք իրարից լինում հեռախոսով, բայց փորձում ենք, որ ամսվա մեջ հանդիպել, զրուցել, հասկանալ խնդիրները, լուծումները եւ այլն։ Պարոն Չալիկյան, ինչ է կարծում, ինչ թերություն ունեք։ Թերություն։ Չեմ կարծում ինչ-որ մարդ չունենա թերություն, բայց ես երբեք չեմ ֆիքսվում թերությունների վրա, որովհետև միշտ պետք է նայես քո առավելությունները ու միշտ պետք է տեսնես քո նպատակները ու այդ նպատակների համար թերությունները պետք է տեսնես հստակ քո երազանքը ու կարողանաս քո առավելություններով հաղթել այն։ Թերությունների մասին միանշանակ իմ կողակիցն է կարող խոսի կամ ընկերներից, ովքեր ուրի մեջ շփվում են։ Նարեկը մի էմոցիոնալ է։ Թերություններից ինքը շատ բծախնդիր մարդ է։ Ես բան չեմ կարող թերություն ասել, որովհետև թերություններ կան մեր կյանքում նաև առավելություն են, չէ՞։ Թերություն շատ պունկտուալ է, երևի դա իմ համար թերություն է։ Երևի այդքան է, ես այդպես չի ասի, որ ուրիշ էական մեծ թերություններ ունի։ Ինքը իր քաշի մասին ասում է, իր անձնական առողջության մասին բավականին լուրջ մտածում է ու դա ես գտնում եմ ճիշտ է։ Թերությունից կարող է միգուցե չափից շատ պատասխանատվությունն է կամ չափից շատ դիսցիպլինան է, կարող է միգուցե դա թերություն լինի, միգուցե դա խանգարի ինչ-որ շփման։ Բայց այս մակարդակին տեսնելով, լինելով հասկանում եմ, որ երևի թե ամեն ինչ լավ է, որոշ թերություններ փորձում ենք անընդհատ շտկել։ Իսկ ինչ է կարծում խոհանոցում հեշտ է ձեզ գոհացնել։ Ես իրականում այդքան պահանջկոտ չեմ, որովհետև իմ կինն էլ բժիշկ է ու իր ծանրաբեռնվածությունն է բավական շատ ու լինելով 3 երեխայի մայր, բժիշկուհի մի քանի տեղ համատեղելով, ես կարծում եմ, որ պետք չէ այդ հարցերով ծանրաբեռնել, փառք Աստծո մեր տանը կա դայակ, որը որ փոքրից անան եւ ինքը շատ պատրաստական է, սննդի առումով միշտ պատրաստում է, դրան կարիքը չի լինում, բայց ասած օրերին միանշանակ սիրում եք ինձ պատրաստել ինչ որ համեղ բան, տենց հստակ չեմ կարող նշել, որտեղ զանազան է, որ նստում ենք ընտանիքով միանշանակ ճաշում ենք։ Ընդհանրապես պահանջկոտ չի այդ հարցերում, ընդհանրապես ինչ լինի ինքը շատ համովա կգովի, դաժե աղի լինի, վատը լինի, այրված լինի, ինքը կգովի ու հավեսով կուտի։ Ու նաև իմ հորաքրոջս, իմ տատիկս, ինքն էլ է սիրում կազմակերպել ճաշկերույթ, այն ժամանակներից եկած միշտ ինքը զանգում է, ասում է անպայման այսօր բան չպլանավորեք, հենց կիրակյորեն են հիմնականում, որ ընտանիքով գաք մեր տուն, բոլորով նստելու ենք ճաշելու։ Նարեկը ուտել խմելու համար շատ այդպես բան տղա է, էլի սիրահար, ինքը ժամանց սիրող տղա է։ Անկեղծ ասած, ես չեմ կերել այդ լավ խորովածը։ Այստեղ այդ լավ Սանիկը ասված է, երբ որ կանչեր կասեր խորովածը, չերից չեմ կերել անկեղծ ասած իր պատրաստած խորովածը։ Նարեկը խոհանոցի հետ ամեն ինչի հետ ունի, բայց խոհանոցը իրանը չի։ Այ դուք նշեցիք, որ ձեր կինը մի քանի տեղ է աշխատում, չնշեցիք, որ մի քանի տեղ աշխատանքային հարաբերությունները նաև իրականացնում եք դուք։ Զուգահեռ։ Ես համատեղում եմ, ու հիմնական իմ աշխատատեղը Իզմիրլա բժշկական կենտրոնն է։ Երկու պոլիկլինիկա, մեկը Նոր Հաճն քաղաքում, մեկը Կաղլե Եսայանի պոլիկլինիկա, որը որ գտնվում է Զեյթունում։
որպես պոլիկլինիկայի վնասվածքաբան, համատեղում եմ նաև ցիտոբժշկական կենտրոնում, այնտեղ կատարում եմ բազմաթիվ կոնսուլտացիաներ։ Այսօր Չարենցավանի բժշկական կենտրոնն էլ բավական զարգացում ապրեց, ձեռք բերեց արթրոսկոպիկ ամբողջ սիստեմը վիրահատական ու Չարենցավանի հենց պացիենտներին, որոնք որ դիմում են հենց Չարենցավանի բժշկական կենտրոն, կատարում արթրոսկոպիկ վիրահատությունը հենց իրենց Չարենցավանի բժշկական կենտրոնում։ Եվ դասավանդում եմ Մխիթար Գորշ համալսարանում հնդիկներին, անգլալեզու մեր ուսանողներին, որոնք որ գալիս են Հայաստան, որտեղ մենակ հիմնականում գալիս են Հնդկաստանից ուսանողներ անգլալեզու տեսակետ։ Այսինքն դասախոսությունը անգլերեն է։ Այո, դասախոսությունը անգլերեն եմ կարդում եւ նաեւ բացի կարդալուց նաեւ վիրահատարան եմ տանում, տարբեր բաներ եմ ցույց տալիս եմ։ Այսինքն բոլորը միասին վերցած կարելի ասել 6-ը աշխատանքի տեղ է, որ բոլորի հետ կարողանում համատեղել։ Վիրահատարան մտնելուց առաջ տարիների ընթացքում հուզմունքը պակասեց, թե իրականում ցանկացած բժիշկ որ տարիքում է լինի վիրահատության մտնելուց, որտեղ այդ պացիենտը այդ բանին է քեզ դիմում, իր համար էական չի դու ինչքան փորձ ունես, ինչ տարիք ես եւ այլն, դու պետք է ունես նորովի, նոր գիտելիքներով կենտրոնացած, հավասարակշռված, որ այդ վիրահատությունը լիարժեք կատարես, բայց միանշանակ սկզբից երբ որ 3 տարի լինելով արձինատեղ, նայելով այդ բոլոր վիրահատությունները դրսում վերապատրաստելով, հենց նույնիսկ այդքանից հետո առաջին վիրահատությունը կատարելու ժամանակ կար բավական շատ լարվածություն։ Ու այժմ այս տարիներին արդեն փառք Աստծո, որ այդ լարվածությունը կա իհարկե, բայց իր տեղում։ Ու արդեն քո հստակ գործի գիտակն ես, պատասխանատուն ես ու կարելի ասել կա լարվածություն, որտեղ ամեն վիրահատության ժամանակ կարա իհարկե խնդրեմ առաջանալ, ոչ մի բժիշկ չի կարա դրանից անպակաս մնալ, Աստվածեղուպա իհարկե, բայց այդ լարվածությունների տեղում ես իմ գործին գիտակ փառք Աստծո վիրահատություններ կատարում եմ, վիրահատություն կատարում նաև արթրոսկոպիկ վիրահատություն կատարում նաև այլ մասնագետների համար, եթե պետք է լինում ու փառք Աստծո այսօր իմ ուրույն տեղը այս մասնագիտության մեջ ես գտել եմ ու այդ ամեն այդ ճանապարհը անցնելուց այն մարդիկ ովքեր իմ կողքն են եղել, միանշանակ երբեք չեմ կարող շնորհակալ չլինեմ։ Ստեղծագործական մոտեցումը կարևոր է նաև վիրահատարան ու վիրահատության ժամանակ։ Ու ասում եմ, որ դες բան կա, պետք է նկարել իմանաս կամ չգիտեմ հարաշիվ իմանաս, որ կարողանաս ճիշտ հաշվարկ անել, բայց իրականում կարևորը մեր մասնագիտության մեջ ձեռքի ուժն է ու քո ուղեղի ու ձեռքի այդ համանջ աշխատանքը, որովհետև դու կարաս, ինչ ասեմ, հակարդաս, ինչ որ բաներով զբաղվես, բայց չկարողանաս գեղեցիկ վիրահատություն անել, գեղեցիկ բաներ են, ասում եք իհարկե վիրահատություններ կան, որտեղ դու բայց իսկապես այդպես է։ Պետք է, ասած, ասած բժշկի այդ քթիծակը ու համահունչ ուղեղ ձեռք աշխատանք ունենաս, որ կարողանաս այդ պահին նույնիսկ կողմնորոշվես։ Կարող է գրքով գնաս, բայց պայտակ նենց ստացի, որ դու լրիվ պետք է միշտ պատրաստ լինես, որ չխճճվես։ Ես հիմնականում կասեմ եմ, փոխանցեմ իմ պացիենտներին, որ շնորհակալ եմ իրանց, որ իրանք ինձ վստահում են։ Ես փորձում եմ լինել մաքսիմում պարզ իրանց հետ, մաքսիմում նենց, որ իրանք երբեք իրանց հարցի շուրջ ոչ մի մութ բան չմնա, միշտ իրանք ստանան իրանց լիարժեք հիվանդության պատմությունը, որ կարողանան վստահեն հենց քեզ, բացվեն, կարողանան ամբողջությամբ պատմեն իրենց խնդիրները, որ դու կարողանաս ճիշտ բուժօգնություն ցուցաբերես ու ավելացնեմ այն նաև, որ ցավոք սրտի հիվանդանոց հիվանդին բերում մենակ ցավը ու ուրիշ ոչ մի բան չի բերի, նույնիսկ եթե ոտը կարճ լինի կամ ինչ-որ խնդիր լինի, երբեք չի բերի։ Ու ցավի տեսակի խորհուրդ կտամ, ես նաև 26 թվականից բարեփոխումների հետ մեր համատեղ
մարդիկ ավելի շատ դիմեն, ավելի շատ գան կոնսուլտացիայի, քանի որ մենք նշ շուտ կոնսուլտացիա վերատես մարդկանց բան ենք անում, գումար ենք վերցնում, անվճար տրամադրում ենք ինֆորմացիաներ, շտա բուժումներ, երբ որ նշանակում ենք քիչում են վճարում ենք ասեմ, բայց հիմնականում փորձում ենք մարդկանց մենք օգտակար լինենք, տալ մաքսիմում ինֆորմացիան իրենց հիվանդությունների հետ կապված ու համեմատած այլ հայաստանյան կլինիկաների հետ բավական մատչելի տրամադրվում է թե ինֆորմացիան, թե արժեքները իրացման թե կոնսուլտացիա։ Պարոն Չալիկյան, պացիենտների մի հոտ զանգված ունեք։ Բժշկի համար խիստ կարևոր է, որպեսզի պացիենտը վստահի իրեն։ Եվ մի հոտ բանակ իսկապես վստահում է ձեզ։ Գաղտնիքը ո՞րն է։ Հենց գաղտնիքին կարծիքով այնա, որ մարդկանց հետ կարողանա շփվել նենց, որ ճիշտ մատուցես իր խնդրեմը։ Մարդիկ սիրում են, երբ որ գալիս են բժշկի ու բժիշկը այն խնդիրը, որ կա, հասկանում ենք, որ կա, բայց այդ խնդիրը մատուցեցնած, որ հիվանդը ուղղակի նույնիսկ այդ բացատրելուց ինքը լավ իրանց կա։ Երբ որ դու ծառացնում ես խնդիրը, որի պատճառով, չգիտեմ, արժեքներն են բարձրանում կամ չգիտեմ, ինչն է բարձրանում, բայց ես փորձում եմ շատ པարզ լինել իմ պացիենտների հետ, որ իրանք երբեք չմտածեն, որ ես իրենց վրա ոչ ուզում գումար աշխատեմ, ոչ բան։ Ախ, ասես որ ես մոտ ստացվում է, որ ես կարողանում եմ տալ, ու դա իրականում հավատացեք, դրա համար ես ջանք չեմ խնամ։ Ես իրականում հենց տենց եմ, ես մարդկանց հետ շփվում եմ այտենց։ Ես երբեք չունեմ այն մեծամոլության զգացումը, որ ես հիմա այս մակարդակի եմ ու ինչ որ մեկի իմ հետ թեկուզ տենց հայրանունով դիմի, ես տենց չունեմ այդ բահը, բոլոր դաժե իմ արձինատերներ կան, ինձ հայրանով չեն դիմում, ինձ նարեկով են դիմում, այնց որ այդ պահով ես լրիվ པարզ եմ, լրիվ բաց եմ, լրիվ իմ հետ շփումը ցանկացած հիմա շատ հեշտ է։ Պարոն Չալիկյան, իսկ ինչ է կարծում, հեշտ է ձեզ հետ աշխատել։ Եթե հարցը ուսանողներին, արձինատերներին նոր, կարծում եմ, որ բավական հեշտ է, որովհետև ես հիմիկվա իմ արձինատերներին, այն մարդիկ, ովքեր որ գայս են ուսուցանում են, ես մասնագիտացման տեսակետից տրամադրող եմ, փակ չեմ, ով որ տեսնում եմ պայքարում է, ով որ ուզում է մասնագիտության մեջ հաջողել, միանշանակ ես պատրաստական եմ, չէ՞ չկա, իհարկե հայաստանյան համակարգը այնպես չի, որ դու կարող ես հիվանդը գա, վճարի կասsan ինչ որ X գումար ու դու այդ հիվանդին 10 արձինատեղ վիրահատի, այս բան բացառվում է, վիրահատությունը լիովին դու ես կատարում, բայց этап կա օրինակ կարելու հետ կապված կամ ինչ որ թեկուս արել ես, մի հատ վինտ կա, պտուտակ կա, որ պետք է ինքը ձգի 10 ինքը անի, այսինքն ինչ որ բաներ, գործողություններ, որոնք որ հիվանդին դա ոչ մի վնաս չի, դա կարող ես տրամադրել ինքը անի, ես կարծում եմ, որ հեշտ է։ Շատ հաճելի գործընկեր է իր հետ եւ վիրահատություններ ենք իրականացնում, բավականին բարեհաջող։ Այսօր ինքը մարդ է, ում անունը արդեն ճանաչում են մեր մասնագիտական ոլորտում։ Իրեն ես վստահում եմ եւ որպես մարդ, եւ որպես ընկեր, եւ որպես մասնագետ։ Իր հետ համեմատաբար ավելի հեշտ է աշխատել։ Չի լինում աշխատանք, որտեղ չի լինում ինչ որ հակասություններ կամ կարծիքների տարանցում, դա անգամ ամենամոտ ընկերների մոտ, չնայած Նարեկը ինձ տարիքով փոքր է եւ ընկերությունը այստեղ մի փոքր վերապահումով երևի պետք է ասել, բայց երբեք չի եղել այս 15 տարվա մեջ որևիցե մի կրիտիկական վիճակ, որ ես մատնանշեմ ու ասեմ, որ ես այդ մարդու հետ չեմ կարող աշխատել։ Պատրաստված, շատ պատասխանատու, մոտենում է յուրաքանչյուր հիվանդին։ Տարեմուտը լավագույն առիթն է կանգ առնելու, ետ նայելու, անցածն ամփոփելու, ինչ չէ նաև հետագան։ Իմ սիստեմը իհարկե ամեն տարվա վերջ ամփոփեմ թե իմ պացիենտներին, իմ քանակը վիրահատությունների, տարբեր ինչ վիրահատություններ եմ արել, նաև հաշվետվություն իմ գործունեության, ամեն ինչի հետ կապված ես տարեվերջին դեկտեմբերի 20-ից հետո միշտ տալիս եմ ինքս ինձ հաշվետվություն, այդ ամեն ինչը գրառում եմ դաժե ու Փառք Աստծո, ես ամեն տարի մոտավորապես 4-5 տարի այդ ամեն ինչը անելով, ամեն տարվա 10% իմ աճը ես տեսնում եմ, դա կարծում եմ լավ մոտեցում է, որ դու հասկանաս քո դինամիկան ու ինչերի վրա պետք է աշխատես, որ կարողանաս էլ ավելի մասնագիտանաս։ Մեր մասնագիտության մեջ չկա փառքեր։ Մենք ոչ ֆուտբոլիստ ենք, ոչ բաքսոր ենք, ոչ բաղբիստ ենք, որ մի հատ մենամարտ անենք, $500,000 մեզ փող տան։ Մենք աշխատող մարդիկ ենք, որ քրտնաջան ամենօրյա աշխատանքի շնորհիվ մենք ստանում ենք մեր
կուտակված աշխատավարձը մեր աշխատանքի դիմաց։ Ուստի դրա համար պետքա մեր մասնագիտության մեջ ոչ թե ձգտես փախքին, այլ ձգտես այլ ավելի ուժեղանաս մասնագիտացման մեջ, որ կարողանաս պացիենտներին ճիշտ բուժօգնություն ցուցաբերես, որովհետև դու կարող ես 100 լավ գործ անել, բայց մի հատիկ վատ գործի պատճառով կարող ես լուրջ պատասխանատվության ենթարկվել։ Ցավոք սրտի ոչ մեկ չի նայելու, թե դու ով ես, դու ինչ բժիշկ ես եղել, դու ինչքան մարդու կյանք ես բերել։ Մի հատ պրոմախ ու ամբողջ արած գործը պրոստը ուղակի ընկնում է ջուրը։ Մեր մոտ տենց է, դե ինչ ասեմ։ Դա մա փորձում ես չսխալվել ու կարողանաս շատ ուշադիր լինես ու ճիշտ բուժօգնություն ցուցաբերես։ Եվ այս տարի էլ պիտի ասեք շնորհակալություն 2025։ Ես շատ շնորհակալ եմ իհարկե 2025 թվականին, ասեմ որ իմ մասնագիտացմանս մեծ շարժարանքի, մեծ քանակի հետ համատեղ ես կարողացել եմ բավականին շատ այս տարի ճամփորդել, թե մասնագիտական առումով, թե ընտանեկան, թե մենակ, թե իմ կնոջ հետ, այսինքն կարողացել ենք ամեն ինչը համատեղել, դա էլի ճիշտ գալիս է ճիշտ պլանավորման արդյունքով, դրա համար փառք Աստծուն։ Շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, որ դուք ձեր ժամանակն տրամադրեցիք,